Իդեպ ես հիմա պատրաստում եմ իմ ծանոթուհու Տանյայի ցուցումներով, ով իսօր չափ մալական է եւ այսպես ասեմ տիրապետում է այդ գործին, իր ցուցումներով եմ անում։ Առաջի բանը, որ ասեց, ջուր չխառնես։ Սիրելի հետևորդներ, դուք կրկին Լաուրա Մանյանի YouTube-յան ալիքում եք, բարև ձեզ։ Այսօր պիտի պատրաստենք կաղամբով կտրատված թթու եւ ինչպես ընդունված է ասել հայերիս մոտ, մալականի թթու։ Վերցրել եմ 3 գազար, այստեղ ունեմ 3.5 կիլոգրամ կաղամբ, 3 դափնու տերև եմ վերցրել, 4 փոքրիկները, որովհետեւ շատ իր համը այդքան անհրաժեշտ չի, եթե ցանկանում եք կարող եք դնել նաեւ սև պղպեղ, կլոր հատիկները եւ այսպես սկսում ենք աշխատել։ Ես կտրատում եմ գազարը, ցույց տալ այստեղ չափը, մի քիչ երկարուկ եմ արել, ուրեմն սկզբում գազարին թեթություն եմ տվել, որպեսզի ավելի մեծ լինեն երկար լինեն կտորները։ Ինչու մանր քերիչով չեմ անում, որպեսզի ընդհանուր տեսքը դեղնած, այդպես գազարի գույնը չհաղորդի։ Կա այսպիսի մի բան, որ եթե ուզում եք սպիտակ լինի կաղամբի մալականի թթուն, հարկավոր է մի փոքրիկ էսենցիա ավելացնել, բայց ես կողմնակից չեմ, ես ավելի շատ ուզում եմ լինի բնական եւ օգտակար թթու։ Մալականի թթուն կամ կտրատված կաղամբի թթուն շատ օգտակար է, որովհետև պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ վիտամին C եւ նրա օգտակարությունը շատ մեծ է։ Այսպես ես բերում եմ 3 գազար, շատ չեմ անելու, բայց քանակի ընտրությունը կապված է ձեր չգիտեմ, ձեր հայացողությամբ վերցրեք շատ գազար, քիչ գազար, այնպես որ գիտեք, ես արդեն ինձ մտածում եմ, որ սա բավական է կաղամբի համար, չեմ ուզում ավելի շատ անեմ, այսինքն ինձ մոտ եղավ 2 միջին չափի գազար կտրատված։ Այսպես նայեք մեծությունը, որպեսզի շատ էլ մանր չլինի եւ շատ խոշոր էլ չլինի, որ կաղամբի հետ հարավի։ Հիմա սա թողնենք մի կողմ, սա հետո է պետք գալու, հիմա փորձենք կաղամբը կտրատել, վերցնում ենք այնպիսի կաղամբ, որ խոնավ լինի, շատ չոր չլինի, թիթեղ լինի, այսպես ասած։ Սեն մեջտեղից, կհանեմ ես կոպիտ մասերը, եւ ինչպես փոքր ժամանակ ինքս եմ հորին է սրա անուն է, այս կոնճորը կհանենք մեր տեղից, չգիտեմ թխի եմ այդպես ասել, բայց լավ եմ արել, ոնց որ ճիշտ լինի կոնճորը։ Իսկ այս կոնճորը շատ համեղ բան է, կարող եք մաքրել եւ հիշում եմ, որ մամաս միշտ մաքրում էր տալիս ես մեզ։ Ես շատ սիրել եմ փոքր ժամանակ, այդ մասին էլի եմ ասել մյուս նկարանների ժամանակ։ Այսպես 4 կտոր կանեմ, որտեղ ինքը այդքան շատ մեծ չէ եւ կտրեցինք կաղամբը եւ ահա այս սարքի օգնությամբ սկսում ենք կտրատել կաղամբը։ Մի քիչ ավելի երկարավուն, բայց շատ բարակ պետք չի կտրատել, որտեղ շատ բարակի դեպքում ինքը շատ որ ասում են ջուր է դառնում։ Այսինքն մի քիչ պետք է հաստատ լինի այսպիսի բաներ կարող են լինել, կուզեք կհանեք, կուզեք կմանրացնեք ավելի, այսպես, թեև դրան առանձնապես ուշադրություն չեն դարձնել, մեծ քանակությամբ պատրաստելիս։ Հիմա կավարտենք, կավարտեմ ու կբացատրեմ մյուսն։ Ահա ամբողջը կտրատված է, շարունակենք գործողությունը, ասեմ նախ, որ այս այնքան էլ հարմար տարածքի շատ լավ կլինի, որ ավելի ընդարձակ մեծ լինի։ Ես ձեզ ասեմ, որ շատերը հենց սեղանի վրա էլ կատարում են գործողությունը, բայց ես մի քիչ չէ էլի։
Ուրեմն ավելացնենք գազարը շերտակված, այսպես, որպեսզի պատկերացում լինի։ Սկզբնական վիճակում 3.5 կիլոգրամ էր երկու կաղամբը միասին կշռում։ Հանած արտաքին վնասված շերտերը եւ իմ օրինակ բոնջորիկները, կոշտուկները ավելի համարենք, որ մեզ մոտ հիմա 3 կիլոգրամ է։ Հիմա այսպես միշտ խառնենք։ Բայց անկեղծ շատ լավ կլինի, որ ավելի մեծ տարանի։ Դուք այդպես արեք։ Ավելի հեշտ կլինի։ Թեև հիմա հենց աղա անենք, մի քիչ շարժենք, արդեն պետք է նստի։ Հիմա եթե համարում ենք, որ սա 3 կիլոգրամ է ամբողջը, իդեպ ես հիմա պատրաստում եմ իմ ծանոթուհու Տանյայի ցուցումներով, ով իսօր չափ մալական է եւ այսպես ասեմ տիրապետում է այդ գործին, իր ցուցումներով եմ անում։ Առաջի բանը, որ ասեց, ջուր չխառնես։ Այսինքն տարբերակներ կան, ես ինքս տեսել եմ, որ ջրով են անում, ջուր են ավելացնում, ասեց ջուր չավելացնես բոլորովին։ Միևնույնն է ինքը դուրս է տալու։ Ու այսպիսի մի բան, եթե դուք տեսնում եք, որ կաղամբը այնքան էլ ջրալի չէ, կարող եք ուղղակի այսպես թեթև ջուր ցողել վրան, բայց ոչ թթվեցման համար ջուր անել։ Հիմա ես ավելացնելու եմ աղը, վերցրել եմ ծովի աղ, կերակրի, այս տեսակը, որ շատ խոշորել չի, բայց ծովի աղը անպայման վերցրեք ոչ յոդացված աղ։ Հիմա ինձ մոտ այստեղ ըստ չափի 3 ճաշի գտալ աղ է, թեթև, բայց ես քանի որ սովորեմ ուղղակի աչքաչափով աղ անել, ես ուղղակի կշռել եմ սա, կշռել էր 70 գրամ, եւ ուղղակի պիտի այսպես փորձեմ, եթե ես հանկարծ կեսից հասկանամ, որ սա շատ քիչ է կամ շատ է, ես պիտի հաստատ ավելացնեմ կամ ամբողջը չլցնեմ, բայց առաջի տպավորության համար, կարծիքի համար, որպեսզի հասկանաք, թե ինչքան լցնեք, այդպես մոտավորապես, այսպես աղ ենք անում, սկզբի համար ամբողջականը աղ անենք, հետո սկսելու ենք թեթևակի սերտումներով տրորել։ Աղի պատկերացման համար, ասեմ ձեզ, կարող եք ընթացքում ուղղակի համտեսել։ Ու ոչ թե ընթացքում, այլ արդեն որ տեսնեք վերջացրել եք գործողությունը, համտեսեք։ Ինչպես եք սալատ պատրաստում։ Ըստ ձեր ցանկության, ըստ ձեր քինքի, մարդկա շատ աղի է ուտում, մարդկա բավական քիչ, անալի է ուտում։ Այսինքն սա կանոն չունի, ձեր քինքի համեմատ պետք է անեք ամեն ինչ, չափաբաժինները։ Պատկերացնում եք, երբ որ ինքը սա ավելի հարթ տարածության մեջ լինի ու իրան այսպես լավ գրոհ։ Շատ պետք չի ուժեղ սեղմել, թեթևակի ենք անում, որ շատ էլ չվնասենք։ Մի քիչ էլ կանեմ, ինձ թվում է, երևի թե չափը ճիշտ է։ Ես օրինակ այսքան կանեի, այսքանը ավելացավ, երևի մի թեյի գթալից մի քիչ պակաս, չափից ես ըստ իմ աչքաչափի պակաս եմ լցնում ու մի զարմանալի բան ասեմ, որ շատերը կարող են դրա վրա զարմանալ, աղերի մեջ աղիության տարբերություն կա, կա աղի աղ, կա քիչ աղի աղ։ Ես հիմա մոտ մի այսպես տեսնում եք, չէ, որ շատ քիչ եմ սեղմում, պետք չի շատ տանջել, որովհետև արդեն ջուրը դուրս է տալիս, արդեն զգացում եք, տեսեք ինչքան խոնավություն կա, ինքը լրիվ չոր է եղել սկզբանը։ Հիմա մի 2 րոպե, 2-3 րոպե ես էս խառնեմ ու հանդիպենք։ Մենք արդեն 3 րոպե զբաղվել ենք։ Ես ուզում եմ ցույց տալ, որ դուք տեսնեք, տեսեք ինչքան հեղուկ է դուրս տվել։
Եվ սա դեռ ավելանալու է ընթացքում, երբ որ ինքը տեղավորենք ու դնենք, երբ որ սկսվի այդ թթվեցման պրոցեսը։ Հիմա վերցնում ենք վանկան, ես տեղավորելու եմ այսպես ապակե բանկայով, ապակե բանկայի մեջ, այսպես վերցնում ենք, ասեմ, որ աղի քանակությունը նորմալ էր, այսինքն 3 կիլոգրամի համար թեթև, այսպես թեթև ճաշի գտալ աղ։ Հիմա սա պետք է այսպես սեղմենք։ Այսպես սեղմում եմ և կդնեմ մեկ դափնու թեթև։ Շատ քիչ, որ շատ դափնու է տերևի առամատը չլինի, հա։ Այսքան ով ոնց կսիրի։ Ես տեսեք սև պղպեղալ չեմ դնում, կարելի է նաև աղացած սև պղպեղ ուղղակի լցնել, ես ուզում եմ ուղղակի ինչպես ասում են բնականի մեջ, հագուր նատուրալ, այսպես եմ ուզում պատրաստել, ժամանակ լցնելուց հետո պետք է սեղմենք, նայեք որ արդեն ջուր է դուրս տալիս, համարյա թե ինքը ծածկում է և ծածկելու է և մի քիչ է շատ հնարավոր է որ ավելանա և փորձի թափվել, մենք արդեն ավարտեցինք, ամբողջը տեղավորեցինք այստեղ, տեսեք էսա իր հեղուկն էլ լցնենք վրա, հյութը։ Եվ ուզում եմ կին կար ասներ, ամով, ամով, վերցրել եմ ուղղակի ջուրը, կարևոր չի թե պարունակությունը ինչ է, նայեք, որ արդեն ամբողջությամբ նստած է, այսպես։ 3 կիլոգրամ կաղամբը տեղավորվեց 3 կիլոգրամանոց տարայի մեջ։ Հիմա այսպես կիչեցնենք, որ ծանրություն լինի, ցանկալի ավելի ծանրություն դնել։ Եվ այսպես դնելու ենք որևէ տարայի մեջ, որովհետև չգիտենք, թե թթվեցման ընթացքում որքան կբարձրանա և գուցե և բարձրանա այնքան, որ թափվի մեջից հեղուկը։ Հիմա շարունակության մեջ սա դնում ենք ոչ շատ տաք, ոչ շատ սառը ինչ-որ մի տեղ և ժամանակ առ ժամանակ փայտիկով այսպես ուղղակի անցքերի նման այսպես պիտի խրենք փայտը և մի քիչ այսպես շարժենք, որ շարունակվի այս թթվեցման պրոցեսը և ներսում կուտակված իջուր գազեր և այլն բան դուրս գա։ Ահա և վերջ, ստացանք նախատեսված, ինչ-որ որոշել էինք պատրաստել, կտրատված թթուն կաղամբի, որ մենք անվանում ենք մալականի թթու։ Պատրաստեք, ինքը ժամանակատար չէ, շատ ծախսատար չէ, բայց շատ համեղ է, պատրաստեք սիրով, որ լինի համով և խնդրեմ բաժանորդագրվեք, չմոռանաք զանգակին էլ սեղմել, որ բաց չթողնեք իմ հաջորդ տեսանյութերը։ Շնորհակալ եմ ովքեր որ կարձագանքեն, կգրեն իրենց պատրաստման եղանակները, ինչ նոր հանդիպում։ Մեզ մոտ արդեն հաջորդ օրն է, ինչպես տեսնում եք բավական ջուր դուրս է եկել և եթե շատ լիքը լիներ հաստատ թափվելու էր, թեև գիշերը մի քիչ էստեղ նաև ջուր ավելացել, դրա համար տարան դրել էինք, եթե հիշում եք։ Հիմա ես վերցրել եմ սուշի փայտիկներից և այսպես պետք է իրան թեթևակի անցքեր անենք և անենք, որպեսզի այդ թթվեցումը կայանա։ Այսպես կկատարվի ավելի արագ թթվեցումը։ Արդեն նման է, կարելի անգամ ճաշակել, բայց կարծում եմ 2 օր էլ կմնա, նոր կդառնա լիարժեք օգտագործման։ Ես դնում եք ծանրոցը, թե կարելի այն այդպես անվանել և թողնենք ևս կարծում եմ 2 օր։